Շատերը կասեն, Նարեկ ջան, ինչպես ենք մենք իշխանությունից հեռացնելու նրան, եթե նա ունի պետական ռեսուրսներ, նա ճնշումներ է գործադրելու, նա մարդկանց տիպողաբար տանելու է ընտրելու, ես կարող եմ ասել այդ ժամանակ, հաղթանակը պետք է լինի այնպես, որ իրենց տիպողաբար ընտրած 10,000, 20,000 այդ մարդկանց ձայները վերջնական արդյունքի վրա տարբերություն չտան, այսինքն քաղաքացիական պայմանագիր կուսակցության պարտությունը լինի անվերապահելի։ Իսկ ինչ պետք է բոլորս անենք դրա համար, ամեն մեկս, ովքեր այստեղ են, գիտեմ, որ շատ մարդիկ իրենց գործը թողել, եկել են այստեղ, որպեսզի հարցերի պատասխան լսեն։ Կարևոր հարցերի պատասխան, լավ, ինչ անենք, որպեսզի այդ օրը մեկ օր շուտ գա։ Ինչ ես դու առաջարկում, շատ շարժումներ են ունեցել, մեր հայրենիքում շատ շարժումներ են եղել, որոնց ինչ պատճառներով չեն հաջողվել, ինչն է ձեր առաջարկը։ Իմ առաջարկը մի բանն է, այստեղ կան տասնյակ հազար մարդիկ, տասնյակ հազար Հայաստանի քաղաքացիներ, բոլորս և ամեն մեկս, եթե աշխատենք ակտիվ և խոսենք մեր շրջապատի հետ, բոլորի հետ պետք է մեր շրջապատում խոսել, բոլորին պատմել ճշմարտությունը, համբերատար հարևանների, բարեկամների, բոլորի հետ խնդրում եմ, սա է ճիշտ ճանապարհը, խոսեք, պատմեք, բացեք այդ մարդկանց աչքերը, որովհետև այն ինչ մենք գիտենք, հնարավոր է այդ մարդիկ չգիտեն, եթե ամեն մեկը այստեղի գտնվող տասնյակ հազար մարդկանցից 3 հոգու կարողանա այնպես անի, որ նրանց աչքերը բացվեն, որ նրանք ճիշտ քաղաքացիական դիրքորոշում ունենան, ես վստահեցնում եմ, մի քանի ամիս հետո մեր հասարակությունում իրավիճակը կատարյալ փոփոխված է լինելու եւ այս իշխանությունը շանս չունի մնալու։ Եվս մեկ անգամ խոսենք, շփվենք, իրազեկենք մեր հարազատներին, մեր բարեկամներին, մեր հարևաններին, պատմենք նրանց ճշմարտությունը եւ դա է այն աշխատանքը, այն խաղաղ պայքարը, որ այստեղ գտնվող յուրաքանչյուր մարդ կարող է անել եւ այս հրապարակում է իշխանափոխության ոգին նետված, այս հրապարակն է որոշելու իր աշխատանքով իշխանափոխություն կլինի թե ոչ։ Ես պլանավորում եմ պատմել ձեզ, թե ինչ կլինի նաև իշխանափոխությունից հետո, որպեսզի մենք մի խնդրից դուրս չգանք եւ գնանք նոր խնդրին բախվենք։ Առաջինը պետք է լինի խաղաղ աշխատանք, կայուն երկիր։ Մենք երկրի ղեկավարները պետք է ամեն օր միայն գործով զբաղվեն, մի օր շուտ վերացնեն աղքատությունը մեր երկրում։ Մեր երկրում այսօր 500,000 մարդ գործ չունի շրջաններում։ Եթե մենք աղքատության դեմ չենք պայքարում, տարիներով մենք գտել ենք մեղավորներ մեր աղքատության մեջ եւ պայքարել ենք այդ մեղավորների դեմ, բայց պետք է ոչ թե մեղավորների դեմ պայքարենք, այլ աղքատության դեմ։ Ամեն օր ամբողջ պետական համակարգը պետք է պայքարի, որպեսզի օր առաջ Հայաստանը 21-րդ դարում հաղթի աղքատությունը։ Բոլոր շրջանները, Երևանի բոլոր վարչական շրջանները, Հայաստանի բոլոր շրջանները պետք է ունենան ծրագրեր զարգացման։ Մի շրջանը արդյունաբերական, մի շրջանը զբոսաշրջային, մի շրջանը գյուղատնտեսական, Երևանն էլ պետք է ունենա իր զարգացման տասնամյա պլաններ, որ ամեն օր մենք իմանանք ուր ենք շարժվում։ Թե չէ այսօր մենք ապրում ենք Facebook-ի պոստից Facebook-ի պոստ, մեր արտաքին եւ ներքին քաղաքականությունը որոշվում է Facebook-ով։ Իշխանափոխությունից հետո նաեւ մենք խոսք ենք տալիս, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը կտանք 2 պաշտոն։ Առաջինը ճանապարհաշինարարության պաշտոնը, որ սիրում են ասֆալտ անել, եւ երկրորդը սիրում են ասֆալտին փռել։ Իրանց մոտ 2 բան է ստացվում։
ասֆալտ անել ու ասֆալտին փռել։ Ինձ թվում է իրենք գոհ կլինեն, քանի որ իրենց կյանքում մեծ բան չի փոխվի դրանից հետո, որովհետև հիմա էլ դրանով են զբաղված։